Գրանցվել է երկու պատգամավոր, Գառնիկ Դանիելյան, համեցեք։ Պարոն Դադունց, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, ժամանակին այդ ռեֆորմը արվեց արդարադատության նախարարության ենթակայության տակ էր եւ այդ ռեֆորմները արեցին, թիմերին տվեցին, հիմա էլի հետ ողորմյա ենք անում, նորից էլի այդ իրավասությունը տալիս ենք արդարադատությանը։ Այն ժամանակ հիմնավորումը հետևյալն էր, որ թիմերը ուժեղացնելու, ավելի աշխատանքը ավելի լավը դարձնելու, ավելի համակարգված դարձնելու։ Հիմա այդ հիմնավորումները, որ դուք բերեցիք, հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ վերապատրաստման եւ այլ եւ այլ։ Եթե չեմ սխալվում, արդարադատության նախարարությունը էլի այդ վերապատրաստման եւ մնացած գործառույթներով խնդիր չունի։ Հիմա ես ուզում եմ դուք հիմնավոր պատճառ բերեք, որ դուք այդ փոփոխությունը անում եք։ Ես կներեք, բայց հիմնավոր որևէ մի պատճառ ձեր ասածների մեջ չտեսա։ Խնդրում եմ հնարավորությունը օգտագործեք եւ հիմնավորեք մեզ, որ հիմա նորից էլի փոփոխելով դուք, չգիտեմ, էական փոփոխությունների մեր քաղաքացիները ակնկալեն դրանից։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Ես ուզում եմ նշել, որ 2021 թվականին այդ նոր օրենքը, որ ընդունվեց, ռեֆորմը տեղի ունեցավ, մինչև այդ նաև համայնքներում գործում էին այսպես կոչված ՀԿԿ տարածքային ԿԿԳ-ներ, եւ այդ տարածքային ԿԿԳ-ների ղեկավարները համայնքների ենթակայության տակ են գործում եւ ինչ ունեինք, որ ունեինք մի իրավիճակ, որ համայնքներում, յուրաքանչյուր համայնք առանձին վարում էր այդ ԿԿԳ գործառույթները եւ դա էլ նաեւ ազդել էր այդ տարբեր բազաների ուրեմն ստեղծման էր հանգեցրել եւ 2021 թվականի ռեֆորմի հիմնական նպատակը այն էր, որ հետևի անգլերեն back office, այսինքն գրանցման գործառույթները կենտրոնացվեն արդարադատության նախարարությունում, մեկ տեղում գրանցումն իրականացվի, բայց քաղաքացիների սպասարկումը, այսինքն անգլերեն front office-ը, առաջնային պատուհանը շարունակի սպասարկել համայնքը։ Բայց ինչ ունենք արդյունքում, ունենք մի իրավիճակ, որ այդ front office-ի մակարդակում քաղաքացիների ծառայությունների մատուցման որակը ընկել է, ես արձագանքից հետո շարունակեմ։ Համեցեք արձագանք։ Ես նորից իմ մտահոգությունները կրկնեմ։ Մենք շատ գործառույթներ, որոշակի գործառույթներ տրամադրում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, ակնկալելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններին էլ ավելի լիազորություններ տալով մենք այս համակարգը ավելի ենք ամրապնդում, մենք պիտի գնանք այս ուղղությամբ։ Հիմա մենք անընդհատ այս փոփոխություններով թույլատնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը։ Խնդիր չկա, Խավլիցի թող արդարադատության նախարարությունը վերահսկողական ֆունկցիաներ կատարի, վերապատրաստման առումով, աշխատանքների լավարկման եւ այլ եւ այլը։ Այսինքն այս առումով մի խնդիր չեմ տեսնում, բայց մենք սա բերելով իմ խորին համոզմամբ, միգուցե սխալվում եմ ես, բայց ես այդ համոզմունք ունեմ, որ այս գործառույթները անդադ թիմերից վերցնելով մենք թիմերը թույլատնում ենք եւ չենք գնում այդ ճանապարհով, էլի անդադ այս նմանատիպ նորից էլի խնդիրներին բախվելով։ Շնորհակալություն, շարունակելով նշեմ, պարոն Դանիելյան, այո, ձեր մտահոգությունները կարող են որոշակի առումով տեղի լինել, բայց մենք ունենք հակառակ իրավիճակը, ես էլ հակառակը կարող եմ հիմնավորել, որ համայնքները, ովքեր մատուցում են այդ ծառայությունները մեր քաղաքացիներին, ցավոք սրտի մենք չունենք այն ակնկալվող ծառայությունների որակը, որը մենք ակնկալում ենք, եւ արդյունքում արդարադատության նախարարությունը քաղաքականություն է մշակում, օրենքներ է ընդունում, մեթոդական ցուցումներ է տալիս, բայց չունի ուղիղ վերահսկողություն այդ առաջնային օղակի նկատմամբ եւ այն բոլոր ծառայությունները, որ մատուցվում է մեր քաղաքացիներին, սխալներով, ոչ պատշաճ կերպով, դրա վերջնական պատասխանատուն լինում է նախարարությունը, այսինքն ունենք մի իրավիճակ, որ նախարարությունն է ի վերջո քաղաքական պատասխանատուն լինում այդ ծառայությունների մատուցման համար, բայց առաջնային օղակում որևէ վերահսկողություն չունի։ Դա կլինի կարգապահական, դա կլինի մեթոդական, դա կլինի ուղիղ վերապատրաստումների միջոցով, այո, մենք անում ենք վերապատրաստումներ կամ կարողությունների զարգացում, բայց իրենք մեր ենթակայության տակ չեն եւ մենք որևէ այլ լծակ չունենք, այդ թվում կարգապահական իրենց վրա ազդելու համար։ Շնորհակալ։ Արման Ղազարյան, համեցեք։ Պարոն Դադու